միլիմետրային ճշգրտություն, եռաչափ պատկեր, ավելի լայն հնարավորություններ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում շուրջ 1 ամիս է գործում է վիրաբուժական ռոբոտային համակարգը, որով արդեն իսկ իրականացվել է 17 վիրահատություն։ Սա Հայաստանում թվով 4-րդ ռոբոտն է, սակայն առաջինը պետական բուժհաստատությունում։ Նոր հնարավորությանը տեղում ծանոթանում է առողջապահության նախարարը։ Մենք իհարկե շարունակելու ենք մեր վիրաբուժական ծառայությունները դարձնել էլ ավելի ոչ ինվազիվ, այսինքն հնարավորինս խնայող մեթոդներով ենք անում վիրահատությունները, որը հանգեցնում է հետվիրահատական բարդությունների կրճատմանը, հիվանդանոցում անցկացրած օրերի կրճատմանը եւ իհարկե հետագայում նաեւ ծախս արդյունավետությունն է բարձրացնում։ Ռոբոտային համակարգն օգտագործվում է հիմնականում օնկոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական եւ այլ վիրահատությունների ժամանակ։ Ծառայությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով նախարարությունը համընդհանուր ապահովագրության փոխհատուցվող միջամտությունների ցանկում արդեն ներառել է նաեւ ռոբոտային վիրահատությունները։ Դրանից բուժառուն կօգտվի համավճարի սկզբունքով։ Ռոբոտային վիրաբուժությունը ինքը ունի ցուցումներ։ Բոլոր վիրահատությունները չեն, որ իրականացվում են այս մեթոդով, եւ սա էլ շատ կարեւոր է հետևել այս ուղեցույցերին։ Մենք ունենք հաստատված ցանկ ծառայությունների եւ վիրահատությունների, որոնք փաթեթի մեջ ներառված են։ Այդ փաթեթի մեջ ներառված ծառայություններից այն ծառայությունները, որոնք այս մեթոդով ցուցված են անելու, մենք խումբ ավելացնում ենք։ Առաջին արդեն խմբով մտել են ամենաանհրաժեշտ վիրահատությունները։ Ռոբոտն ինքնուրույն վիրահատությունը չի կատարում, ամբողջովին կառավարվում է վիրաբույժի կողմից, կրկնելով նրա ձեռքի շարժումները։ Համակարգը բժշկին թույլ է տալիս աշխատել ավելի ճշգրիտ, նվազեցնելով ձեռքի բնական դողը եւ ապահովելով վիրահատական դաշտի եռաչափ պատկեր։ Ամենակարևոր առավելությունը ռոբոտ համակարգի օգնությամբ մենք ունենք 3D տեսողություն, որը թույլ է տալիս շատ անգամ ավելի լավ տեսնել վիրահատական դաշտը, գնահատել անոթները, գնահատել նյարդային ուղիները եւ օրգան պահպանողական վիրահատությունների տոկոսը շատ անգամ ավելի մեծ է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ներդրվել է նաև հիբրիդային վիրահատարան, ստեղծվել է հետվիրահատական վերակենդանացման ծառայություն, բարելավվել են նաև այլ բաժանմունքների պայմանները։ Հիբրիդ վիրահատարան իրենց ինչ է ներկայացնում, ունենք բաց վիրահատություններ պայմանավորված գլխուեղի եւ ոնուեղի անոթային պաթոլոգիաներով։ Պաթոլոգիայի ժամանակ հաճախ կարիք է լինում զարգերակային ճանապարհով ստանալ պատկերներ, հասկանալ խնդիրը ամբողջությամբ հեռացված կամ նույն անևրիզման ամբողջությամբ փակված թե ոչ, այդ հնարավորությունը հիբրիդ լաբորատորիան մեզ տալիս է։ Ներդրել ենք նաև նեյրովիրաբուժական ժամանակակից վիրահատական համակարգ, որը եզակին է Հայաստանի Հանրապետությունում եւ այս մասով էլ ունենք բավականին լուրջ առաջընթաց, այնպես որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը բավականին լուրջ զարգացում է ապրել վերջին տարիներին եւ մեծ մրցակցություն է ապահովում այլ խոշոր բժշկական կենտրոնների հետ։ Վիրաբուժական ռոբոտ, հիբրիդային վիրահատարան, նյարդավիրաբուժական նոր համակարգ։ Մեր երկրում բժշկության տեխնոլոգիական հնարավորություններն ընդլայնվում են, նպատակ ունենալով բարձրացնել բուժօգնության որակն ու ժամանակակից մեթոդներն ավելի հասանելի դարձնել բուժառուների համար։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։